Հայկական փողերի ու մետաղադրամների մասին հետաքրքիր փաստեր։ Հայկական փողերը առաջին անգամ հայտնվել են մեր դարաշրջանից առաջ, սակայն դրանց վրա հայերեն գրությունները շատ ավելի ուշ են հայտնվել։ Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ Դեռևս մեր դարաշրջանից առաջ հատված հայկական մետաղադրամները զարդարված էին հելլենիստական ոճով, դիմերեսին պատկերված էր թագավորի պատկերը, դարձերեսին դիցաբանական խորհրդանիշներ, որոնց վրա հունարեն տառերով նշված էին թագավորի անունը և տիտղոսը։ Հայկական առաջին մետաղադրամները հատվել են Երվանդունիների թագավորության օրոք, մեր թվարկությունից առաջ 3-րդ դարի երկրորդ կեսից։ Միաժամանակ հայտնի են երկու տեսակի մետաղադրամներ, նույն անուններով երկու տարբեր թագավորների։ Մետաղադրամների վրա նույնանման գրություններ են, առշամ թագավորի փողերը։ Մետաղադրամների տարբերությունը արքաների գլխազարդերն են, մեկն ունի սրածայր թագ, մյուսը առանց կողային ժապավենների կտրված տիարա հիշեցնող թագ։ Արտաշեսյանների դարաշրջանում սկսեցին մետաղադրամներ հատել Տիգրան Մեծ թագավորի օրոք, մեր թվարկությունից առաջ 95-ից 55 թվականներ։ Այդ ժամանակ մեծ հայքի քաղաքներում հայտնվեցին մեծ թվով պղնձե և արծաթե մետաղադրամներ։ Մինչ օրս պահպանված Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամների թիվը մի քանի անգամ ավել է, քան այս տոհմի մյուս թագավորների բոլոր մետաղադրամները միասին վերցրած։ Տիգրան Մեծի պատկերով գրեթե բոլոր մետաղադրամները հայտնաբերվել են Արտաշատ քաղաքի տարածքում իրականացված պեղումների ժամանակ։ Հատկանշական է, որ ավելի վաղ շրջանի մետաղադրամների վրա Տիգրան II նշված է որպես արքա, իսկ ավելի ուշ նմուշներում նա արդեն հիշատակվում է որպես արքաների արքա։ Մետաղադրամները տարբերվում են նաև դիզայնով։ Կան թագավորի պատկերներ գիսաստղի նշանով, հալլիի գիսաստղ, արևով և երկու արծիվներով։ Դարձերեսին պատկերված են Նիկե աստվածուհու, Արմավենու ճյուղի, Նոճու, Եռոտանու, Մահակի, ձիու պատկերներ։ Մետաղադրամները տարբերվում են նաև քաշով։ Դա վկայում է այն մասին, որ դրանք հատվել են երկար տարիների ընթացքում։ Մետաղադրամների վրա առաջին անգամ հայերեն գրություններ են հայտնվել Կյուրիկե II թագավորի օրոք 1048-ից 1089 թվականներ, 10-րդ դարի 70-ական թվականներից մինչև 12-րդ դարի սկիզբը Կյուրիկյան թագավորությունը կարևոր քաղաքական միավոր էր տարածաշրջանում։ Այն հիմնադրվել է 10-րդ դարի երկրորդ կեսին Գուգարք գավառում Բագրատունյաց թագավորական տոհմից առաջին Գուրգեն թագավորի կողմից, տեղական բարբառով Կյուրիկե։ Մետաղադրամը հատվել է պղնձից և իր դիզայնով նմանվել է բյուզանդական պղնձե մետաղադրամներին։ Որքան հին է հայկական թղթադրամը, այնքան ավելի հազվադեպ է համարվում։ Կոլեկցիոներների շրջանում պահանջարկ ունեն 1993-ից 1995 թվականների թղթադրամները, ինչպես նաև շրջանառությունից հանված 1998-ից 2015 թվականների 50, 100, 500 դրամանոցները, որոնք արդեն ձեռք են բերում կոլեկցիոն կարգավիճակ և տարեցտարի ավելի են արժևորվում։ Արդեն հիմա տարբեր անվանական արժեքի թղթադրամները կարելի է վաճառել 600 դրամից մինչև 20,000 դրամով, իսկ օրինակ 100,000 թղթադրամի համար դրամագետները պատրաստ են վճարել անվանական արժեքից առնվազն 2 անգամ ավել՝ մոտ 230,000 դրամ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի դրամի ծննդյան օրը։ Մետաղադրամների պատրաստման համար օգտագործվում են տարբեր նյութեր, կախված դրանց անվանական արժեքից։ Այսպես, օրինակ 20, 50, 100 դրամանոց մետաղադրամները պատրաստված են պողպատից, երկաթի համաձուլվածքից և ունեն պղնձի, արույրի, բրոնզի, նիկելի և այլ ծածկույթներ։ Երկաթի պարունակության պատճառով այս մետաղադրամները ենթարկվում են մագնիսական դաշտի ազդեցությանը։ Նոր թղթադրամներն ունեն պաշտպանության մի քանի մակարդակ, այդ թվում ջրանիշ, որը ցույց է տալիս թղթադրամի վրա պատկերված անձի դիմանկարը և անվանական արժեքները, բացառությամբ 50,000 դրամանոց թղթադրամի, որտեղ խաչեր են պատկերված։ Կան նաև համընկնող պատկերներ, մասնավորապես թղթադրամի դիմերեսին և դարձերեսին տպված տարրեր, որոնք լույսի ներքո դիտելիս ստեղծում են ամբողջական պատկեր և լրացնում միմյանց։ Թղթադրամները պարունակում են երկու անվտանգության թելեր, հոլոգրաֆիա
ֆոտոգրաֆիկ պատկեր, միկրոտեքստ, մետաղացված ժապավեն և շատ այլ տարրեր, որոնց առկայության շնորհիվ այդ թղթադրամները գրեթե անհնար է կեղծել։ Իսկ արդեն երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են 2019 թվականի լավագույն թղթադրամների հնգյակում, դուրս գալով արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի 2019 թվականի լավագույն թղթադրամը համարվելով։